Կար, այդ ինչ ես անում։ Ռոմանտիզմ։ Դու։ Ահա։ Արի։ Ապրես։ Կար, այս ամեն ինչը իհարկե շատ լավ է, բայց խմիչ կուտելիք տենց բաներ չի լինելու այսօր։ Այս խմիչքը ուտելիքն էլ հեսա կլինի։ Այսինքն, պատվիրել ես։ Հա, ինչ կա որ։ Կարնե, ռոմանտիկ ընթրիքների իմաստը էն է, որ ամուսինը կնոջ համար տան պայմաններում իր ձեռքերով պատրաստում է։ Ես գիտեմ պայմաններում չեմ կարող կովե պատրաստեմ, որ մնաց ուտելիք։ Ոչինչ, դու պատրաստեիր, թող համով չլիներ, բայց ես կիմանայի, չէ՞ որ դու չարչարվել ես ինձ համար, ջանք ես գործադրել։ Լսի կլինի գոնե մի անգամ դու դժգոհ չլինես։ Բայց ես երբ եմ դժգոհ եղել կար։ Միշտ։ Սուտ ես ասում, ես միշտ էլ շատ գոհ եմ քեզնից։ Ոյ։ Հələ, քեզ կողքից տեսել ես։ Ճակատը գրած է, տիկին դժգոհ։ Հա կարող, դու մեռ։ Ստեփան։ Ես քեզ կասեմ չարիացում ճակատը։ Բայ։ Կարո։ Մամա ջան։ Մի րոպե։ Կատակի անում։ Բայց դու ահավոր ես։ Մեռ ասպասի։ Չհասկացա։ Այսօր է գնացել ես երեխան։ Գիշերով ու այդ վիճակում։ Չհասկացա։ Ուր ես գնացել ես գիշերով, որ նույնիսկ հեռախոսդ չես վերցրել։ Ինչ արել եմ, ես եմ արել, ես։ Ու արել եմ այդ իմ սիրո համար։ Կարասել ես ինչ չնայես, ինձ չբարևես, ինձ չնկատես, դեմս հաց չդնես։ Բայց թույլ չեմ տա, որ տղայիս երջանկությունը վահես։ Դու միշտ խաղում ես, ու չեմ զարմանա, եթե պարզվի, որ էս էլ է քո հերթական խաղը, որի մեջ հնարավոր է հերին էլ ներքաշված, բայց ես չեմ թողի, որ դու ինձ նորից խաբես։ Բայց ես չէի ծրագրել, որ սենց կստացվի ամեն ինչ։ Ես չէի կարծում, որ այդ աղջիկը քեզ կթողնի։ Իմ ծրագրերը չպիտի խաթարեին քո երջանկությունը։ Պետք չէր ինձ թերագնահատել սիրելիներս։
Դուք իմ ուժն ու հնարավորությունները լավ գիտեք։ Ցավում եմ, որ անցյալից դասեր չեք քաղել։ Ով կա ստեղ։ Ես ինչ ես անում։ Աստված սիրում է ինձ։ Քո ստեղ գալը անհրաժեշտություն էր։ Ես ինչ ես անում, գժվել ես։ Ձենդ կտրի։ Հիմա դու ասա ինձ, ինչ ես անում իմ տան մեջ։ Քանի չեմ մոխրացրել քեզ։ Բարի երեկո։ Բարև։ Լավ ես։ Փորձում եմ ամեն իրավիճակում գոհ մնամ։ Ծնողներս այդպես են սովորացրել։ Շատ եմ ուզում, որ մենք իրար ավելի լավ ճանաչենք։ Ժամանակի ընթացքում երևի հենց այդպես էլ կլինի։ Ուզում եմ, որ հարազատանանք, որպես քույր ու եղբայր։ Կարող է տուն մտնենք, ցուրտ տամ։ Չէ, շնորհակալ եմ, մի փոքր շտապան։ Կահոմերին կանչես։ Թեյ կխմենք։ Չէ, շնորհակալ եմ, մյուս անգամ։ Դե լավ։ Բոլոր գործերն արել եմ։ Ամմանները լվացի, չորացրեցին, հենց որ դուք հանգիստ նստեք։ Այ բալես պետք չէր, ես կանեի։ Պետք էր։ Շնորհակալ եմ։ Ապրես։ Մեր քեզ սպասում է Արամը դրսում։ Բա ինչի ներս չի գալիս։ Ասա թող ներս գա։ Առաջարկեցի, բայց շտապում եմ։ Հա, իսկապես շտապում եմ։ Ձեթյավակ ուրախ եմ, որ լավ եք, ես ավելի լավա գնամ։ Շնորհակալ ենք Մերի ջան։ Ամեն ինչի համար։ Հերիքա ասեք։ Դու մեր երկրորդ աղջիկն ես։ Իսկ այդ միտքը ինձ շատ դուր է գալիս, որ ես ձեր երկրորդ աղջիկն եմ։ Գնացի։ Ապրե շատ ամեն ինչի համար ինձ շատ օգնեցիր։ Նեղացնում ես, հերիքա ասես։ Դու կարևորը լավ եղի։ Գնացի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր Մերի ջան։ Ոնց ես Անգելինա։ Երևի երախու մոտ է գնացել։ Հալո, Անգելինա ջան։ Բարև բալես։ Անետնա։ բարև ձեզ, ինձ էլ թվաց Քեզ տված մամատա զանգում։ Աննա Բագրատովնան։ Բալես ես ուշ ժամին զանգեցի, որովհետև մտածեցի, որ Աննան քեզ մոտ կլինի։ Չէ, ես իրան չեմ տեսել, բայց դուք հիմա իր հեռախոսով եք զանգում։ Դա հեռախոսը տանն է թողել, ինքն էլ դուրս է եկել։ Ու ես հիմա շատ անհանգիստ եմ երեխուս համար։
Ուզում եմ տեսնել քո դեմքը։ Ուզում եմ գուշակել քո, Սոսի ու ձեր աղջկա ապագան։ Ես անգամ չհամարձակվես իմ աղջկա անունը տաս։ Կտամ։ Այս անգամ իրեն ոչ ոք չի պաշտպանի։ Պետք է թվում է, որ իրեն ոչ մեկ չի պաշտպանի։ Իրեն ես կպաշտպանեմ։ Դու նույնիսկ պատկերացումներ չունես, թե այս հանուն իմ աղջկա ինչերի եմ պատրաստ։ Դու արդեն փոխվել ես։ Ուրիշ Աննա ես։ Այնքան ռիսկ ունես, որ եկել ես իմ տուն ամբարում։ Ես այստեղ Սոսի հետ սիրային հանդիպան չեմ եկել։ Ես եկել եմ, որովհետև իմ աղջկա հետ կապված իր հետ խոսելու բան ունեմ։ Շատ լավ։ Կխոսեք։ Ես ուզում եմ տեսնել ձեր ապագան։ Մենակ թե քեզ էլ, իրանց էլ կմոխրացնեմ ստեղ։ Կարող չհասցնես շատ բան խոսել։ Աննա։ Ես իմ այս վիճակում այս կետ աղջիկը իր համար կյանքն է վայելում, խնդրեմ։ Միքայել ջան, ուրիշներին մի մեղադրի, հələ նախ քեզնից սկսի։ Ինչ, բայց Անգելինան իրավունք չուներ, այս սենց Հենրիին դավաճաներ։ Էդ չի տեց որ։ Ոնց ինչի տենց։ Որովհետև իր պատճառով Հենրին մեր դեմ դուրս եկավ, մոռացել ես։ Չէ, մոռացել տղան։ Իրու դու ես մոռացել։ Որ Հենրին քո կողմը բռնես, դարավ քո հանցակիցը։ Դրա համար Անգելինան չլայնացավ։ Հա բայց շատ ներողություն, ես հերն եմ։ Ում կողմը պիտի բռներ։ Ու հետո ընդհանրապես իրան ինչ։ Արգելնի ոչ ոքի մեղադրի, հա։ Չհասկացա, պապ, հիմա դու ում կողմից ես։ Ասեմ, ում կողմից է։ Չէ, ավելի լավ չասես։ Ճշմարտությունը կուրացել է։ Իմ ու քո երակներում նույն արյունն է հոսում Լիլիթ։ Ցավոք սրտի։ Բայց կարող էինք չէ մեր կյանքը նորմալ ապրել։ Կարող էինք չէ սիրել ու հարգել իրար։ Ոչ թե ամբողջ կյանքում իրար միս ուտեինք։ Հնարավոր էր։ Մենակ թե դու կանգնեցին իմ ու Սոսի ճանապարհին։ Մի հատ էլ ես եմ հայտնվել ձեր ճանապարհին։ Տեսնում ես, որ քո լկտիությունը սահմաններ չունի։ Դու հասկանում ես, քո այս լկտիությամբ դու քանի ճակատագիր խորտակեցիր։ Եթե դու Սոսին սիրեիր այնքան, ինչքան ես եմ սիրում, ու պայքարեիր Սոսի համար, ես միգուցե հարգեի քեզ, ուզիչեի քեզ, բայց հիմա դու իմ համար հարգանքի արժանի կին չես։ Ինչ է այստեղ կատարվում։ Ես եկել էի, որ քո հետ Անգելինայի մասին խոսեմ։ Ու բախվեց այս տան տիրուհուն։ Ինչ ես անում։ Այս տան դռները վաղուց քո առջև փակ են։ Սուսմնա, որ ուզեինք էլ կինոյի հերոսներով չէին կարողանա հավաքվել այստեղ։ Այսօր խորհրդավոր օր է։ Խելագար այդ լուցկին դիր մի կողմ։ Այսօր պիտի վերլուծենք մեր անցած ուղին։ Ես կխոսեմ, դուք կլսեք։
Ալո։ Ալո, ճիշտն ասած ուզում եի իմանալ Աննա Բագրատովնից ինչ-որ նորություն կա։ Չէ, բալես։ Աննան դեռ չի եկել։ Չեմ հասկանում ինչի առանց հեռախոս գնացել, կամ ուր գնացած կլինի։ Չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Մինչև երեխես տուն չգա, անձամբ իրենից չպարզեմ։ Անհանգիստ եմ, որ գա տուն կխնդրեմ փոխանցեք, որ ինձ զանգի, հա։ Երեխես կուրախանա, որ իմանա իր համար անհանգստանում ես։ Դուրս տեղ այդ լուցկին։ Չմոտենաս ինձ։ Թե չէ կվառեմ երկուսիդ էլ։ Աննայիդ տեսել հերոսացել ես։ Լավ, բոլորիս փոխարեն խոսում ես։ Իսկ գոնե ինքդ քո համար հասկացել ես, թե ինչ ես ուզում ես կյանքից։ Ես ինչ ես անում։ Ինչ ես քեզ գժի տեղ դրել։ Սիրելի քույրիկ, եթե սկինոյում կա ինչ-որ մեկը, որ գիտի ես կյանքից ինչ ա ուզում, ապա այդ մեկը ես եմ։ Դուք երկուսը չկողմնորոշված եք։ Դու հասկանում ես, որ հատել ես ոչ ադեկվատ մարդու սահմանը, սենց շարունակես քեզ հոգեբուժարան կտանեն այն ժամանակ կխաղաղվես։ Շատ լավ։ Թող ես հոգեբուժարանում հայտնվեմ։ Իսկ դուք այդ ժամանակ որտեղ կհայտնվեք, գիտես։ Հողի տակ։ Այդ ժամանակ ձեզ ոչ ոք չի խանգարի սիրել իրար։ Ափսոս Օսբերբերյան, ափսոս չգնահատեցիր իմ սերը։ Թող ինձ հանգստացի, կարգի բերքես։ Հերու քաշվի։ Ուզում եմ վառել երկուսիդ էլ։ Հա, զվարճանում ես այս զզվելի տեսարանով։ Ընդհակառակը։ Չեմ ներում ինձ, որ ես տեսարանին ներկա եմ։ Քեզ կարգի բեր, թե չկզանգեմ կտանեն հոգեբուժարան։ Ապ ինչ հաստ է կատարում։ Օգն ինձ տղես, պապատ ուզում է ինձ հոգեբուժարան տանի։ Պապ բաց թող մամային։ Բաց կթողնեմ այն դեպքում, երբ որ ես գժին կհանես ես տնից։ Տղես խնդրում եմ, բացատրի սրա, որ ես գիժ չեմ, ուզում են ինձ հոգեբուժարանում փակեն։ Օգնում մամային։ Մենք օգնության կարիք ունենք ես մոլագարից։ Պապ բաց թող խնդրում եմ։ Մամ գնացինք, արի։ Ու ես ինձ տանում, ես իմ տանն եմ, սրանց պետք է իմ տնից տանես, մերի խնդրում եմ, գորի դու օգնի։ Մամ հանգստացի, արի։ Արի հասպում։ Սոս կներես ինձ, եթե իմանայի, որ սենց բան լինի, ոչ մի դեպքում չէի գա քո տուն։ Ուղղակի ուզում էի Անգելինայի հետ կապված խոսեի քո հետ։ Արի խոսենք։ Ես կգնամ իմ սենյակ։ Պետք չի։ Պետք չի, մենք դրսում կխոսենք։ Վեկալ, մեր գնացը։ Հա կար, մեզ համար։ Թող մեր հեքիաթը երբեք չավարտվի։ Մեր հեքիաթը կսկսի այն օրվանից, երբ ունենանք լիքը երեխեք։ Այ ոնց եմ գժվում երեխեքի համար։ Դու չես պատկերացնում ես մեր երեխեքին ինչ եմ անելու։ Չգիտեմ ինչ ես անելու, բայց իրանց սննդի հարցով այստեղ եմ պիտի զբաղվի։ Իբր ինչ ես ուզում հասկացնես, հմ։ Ոչ մի բան կյանքս, ինչի դու ինչ հասկացա որ։ Խոսալուց առաջ մտածի Կարո ջան։ Համել իմ թմբլիկությունը ծածկում է քո չորացածությունը, եղավ։ Դե շնորհակալություն, թամբել ջան։ Նորից եմ ասում։ Խոսալուց առաջ մտածի։ Չի լինի, չէ՞ որ ես ու դու չկռվենք։ Պիտի փչացնես այս ռոմանտիկ վիճակը։ Լավ։ Ասում ես քան երեխա ենք ունենալու։
Դե մի 10 Ինչքան շատ այդքան լավ։ Նայ կարատղա ասել ես, պիտի պատասխանատու լինես խոսքերիդ համար։ Պատասխանատու եմ եւ ամեն ասածից տակ կնիքում եմ Յանա ջան։ Վայ, կար պայմանավորվել ենք, չէ՞ որ հեռախոսները անջատում ենք ու այս երեկոն իրար ենք նվիրում։ Չեմ կարող չպատասխանեմ Յանա ջան, մեր թանկ քավորն է արտերկրից։ Լավ, կարողա կարևոր է։ Հենրին թող բացառություն լինի, տես ինչ ասում։ Ալո։ Ինչ կա հալալ։ Ուսամ քնած չէիք։ Չէ, ախպերս, ինչ կնել այդ ցավետանը, մի ոչ շուտ ես զանգե։ Դու պատմտենամ ինչ կա չկա, ինչ բան ես։ Հալալ զանգել եմ, որ դու պատմես։ Իմ մոտ ամեն ինչ նույնն է, ոչ մի փոփոխություն։ Հələ ասա տենամ մերոնց վիճակը ոնց է։ Նախ դու ինձ ասա երբ ես գալու, հետո ես քեզ վերջին լուրերին կծանոթացնեմ ախպերս։ Չգիտեմ հələ։ Կարող է հետ չգամ հələ։ Լսի Հենրի ախպեր, եթե դու չես եկե Հայաստան, կարաս մոռանաս, որ ոստե կարողանով ընկեր ունես։ Մեկ էլ ասա, որ կարա մոռանա, որ Յանան էլ է այստեղ եղավ, որովհետև եթե չգա ու չպայքարի Անգելինայի սիրո համար, ուրեմն ես չգիտեմ, ուրեմն վերջ։ Դու ոչ թե ինձ պետքա տնից հանեիր, այլ հորդ ու այդ ամբարո քրոջս։ Ես լուրջ ուզում եմ հասկանամ, դու պատրաստում ես տունը վառեիր։ Հա, ո՞ւմա պետք է տունը առանց ինձ։ Դու հասկանում ես, որ քո արածները նորմալ չի, մա։ Իսկ այն ինչ որ հայրը տարեց իմ հանդեպ նորմալ է, իր նվաստացումները նորմալ են։ Իսկ դու խես թույլ տալիս, որ ինքը քեզ նվաստացնի։ Դու չես պատկերացնի, ես ինչ դժվարություններով եմ քեզ լույս աշխարհ բերել, բայց երջանիկ էի, մտածում էի հանձին քեզ պաշտպան ունեմ։ Մի րոպե լռի, էլի խնդրում եմ, մա։ Սենց ես ինձ պաշտպանում, սենց ես ինձ տեննիշ։ Ինչ ես անում, մա, ո՞։ Կանգնի ստեղ, ես իջնում եմ։ Գասենք տուն կիջնես։ Ես ինչ խղճով տուն գնամ, երբ հայրդ Աննայի հետ իմ տանն է։ Մամ, հասկանում ես, որ դու խանգարում ես ինձ։ Մամ, հերիքա ինչ ես ան։ Թող, մա։ Կներես չէի ուզում նման տեսարանի ականատեսը լինեիր։ Լիլիթի աննորմալությունը իմ համար երբեք էլ նորություն չի եղել։ Բայց այսօր ես իրոք անհանգստացա իր համար։ Իրավիճակը քանի գնում ավելի ավատանում։ Համաձայն եմ, Լիլիթի վիճակը գնալով վատանում է ու վտանգավոր է դառնում շրջապատի համար։ Ես հիմա արդեն Անգելինայի համար էլ եմ վախենում։ Պետք չի Անգելինայի համար վախենալ, ես թույլ չեմ տա, որ Լիլիթը նույնիսկ մի քայլ մոտենա իրան։ Իսկ կարողա որոշել ես ինձ էլ թույլ չտալ, որ մոտենամ Անգելինային։ Այսինքն։ Ես եկել էի, որ քո հետ հենց դրա մասին խոսեմ։ Չեմ հասկանում ինչ ես ուզում ասել։ Ինչի ես Անգելինային իմ դեմ տրամադրում։ Ես Անգելինային տրամադրում եմ, քո դիմաց Լիլիթը չի կանգնած, Աննա։ Քո հետ խոսակցությունից հետո Անգելինայի վերաբերմունքը իմ հանդեպ շատ կտրուկ փոխվել է։ Ես իրեն ընդհանրապես ճշմարտությունն եմ ասել։ Ես չգիտեմ դու իրան ինչ ճշմարտություն ես ասել, բայց հիմա ես իր աչքերում հիասթափություն եմ տեսնում։ Վաղը ևեթ ես մեր երեքի հանդիպումը կկազմակերպեմ։ Կնստենք, կխոսենք իրար աչքերի մեջ նայելով, անցյալից, ներկայից ու ապագայից։ Ոչ ոք ոչ ոքի չի սևացնի։ Ամեն մարդ կխոսի իր անունից։ Հա, ես դեմ չեմ։ Այդ հանդիպումը մեզ երեքիս էլ պետք է։ Միքայել։ Տղա ջան, շորերով պարկել ես, որ ինչ է։ Վերցա ես եղմի։ Ես ինչա։ Տղա ջան, իմունիտետը բարձրացնող հյութը խմի։ Հիմա քո իմունիտետը պետք է բարձրացնել, պապ, ոչ թե իմ։ Ես դեն չեմ ցավը տանեմ, բայց վերը բաց պարկե քնել ես։ Հավես չունեմ, պապ, ուզում եմ մի քիչ քնամ։ Տղիդ համար ես քեզ սենց պատեպատ տալի։ Ումա պետք իմ կյանքը։ Իրեք երեխա ունեմ։ Իրեքն էլ ինձնից հեռու են։ Ես հասկանում եմ, որ քեզ մի ամենի շատ,
Հենրի բացակայությունն է ճնշում, բայց մի մտածի լավ առնելու։ Տղաս ինձնից հեռու է, ինչ ասես կարա լինի։ Ես ինչ չեմ ներում տղուս դժբախտության համար։ Տղա ջան, քո տղեն իմ թորնա։ Շատ խելացի տղա է։ Այդ կտեսնես շուտով կվերադառնու ամեն ինչ լավ լինելու։ Դե հա։ Հույսով սպասեմ։ Բայց եթե ինքը չեկավ, ես եմ գնալու հետևից։ Չես խմելուց, հա։ Այդ ամբողջ խոհանոցը տակնու վրա արեցի։ Դայակ-մայակ չկար որ հարցնեմ, որից հետո է ինչա։ Հազի բերեմ, խմի, իմունիտետը տուն բարձրացնելն է։ Ապելսին, հա։ Չէ, նարինջ։ Ներողություն, նարինջ։ Հոմշն տղա ջան, ապրես։ Որ պապային լսում ես ամեն ինչ լավ է։ Այ բալա հանգիստ նստեց սուրճդ խմի, որ խմածից էդ բան հասկանաս։ Չէ որ քուրջանու շատ դեռ պիտի պատրաստվեմ, հագնված էլ չեմ։ Ոգևորվել ես, որ աղջիկատու սոսի հետ պիտի հանդիպես։ Շատ ոգևորված եմ։ Այս հանդիպումը իմ համար իրոք շատ կարևոր է։ Անգելինան քեզ համար շատ էր անհանգստանում։ Երեք անընդհատ զանգում էր։ Իմ աղջիկը ոսկի սիրտ ունի։ Քեզ նման։ Չէ։ Ես իրաչափ բարի չեմ։ Բարի ես։ Եթե բարի չլինեիր, քրոջդ փոխարեն դու բոլորին կրակի կտայիր։ Բոլորի կյանքը մղձավանջ կդարձնեիր, ոնց որ քուրը տանում։ Բայց դու չչարացար բալես։ Հարկոր դու պետք է իրավիճակը տեսնեիր։ Լիլիթը լրիվ խելագարվել է, եթե սոսը ճիշտ ժամանակին չհայտնվեր, հիմա ես էլ ինքն էլ մոխրացած կլինեինք։ Ես էլ էդ եմ ասում։ Այդ երեխան խելագար է, դրան բուժում է պետք, օգնություն է պետք։ Եթե դու կարող ես օգնի իրան, ես ի վիճակի չեմ հիմա իրան օգնելու։ Լավ, հորքուր ջան, գնամ հագնվեմ, որ չուշանամ։ Գնա, Աստված ես հետ բալես, գնա։ Դու Դավիթի հետ մնում ես, չէ՞։ Հա, Դավուլիս կվերցնեմ, կգնամ ման կգամ։ Շնորհակալ եմ, հորքուր ջան։ Գնա, էլ այդ բառը չասես։ Բարև աղջիկ ջան։ Միգուցե շփվենք։ Ես անծանոթների հետ շփումներ չեմ փնտրում։ Ախր պապդ եմ։ Այս պարագայում ես նախընտրում եմ լռեմ ու գնամ։ Ես պատրաստ եմ լսել քո մեղադրանքները։ Լավ, այդ դեպքում ասեք, ինչ եք զգում աչքերիս նայելով։ Ինչ եք զգում, երբ որ ինձ նայում եք ու հասկանում եք, որ ճակատագիրս խաղալիք եք սարքել ու դեն եք գցել։ Ես գործում եմ առանց հետևանքների մասին մտածելու։ Իսկ հիմա ինչի մասին մտածելով եք ճանապարհից հայտնվել։ Պարզապես քեզ տեսնելու։ Այ, շատ մեծ սուտ էր։ Մենք բազմիցս ենք հանդիպել։ Ու ի տարբերություն ինձ դուք իմացել եք ճշմարտությունը, բայց լռել եք։ Ու ձեր պահվածքի մեջ մենակ ցինիզմ ա եղել, ուրիշ ոչինչ։ Այդպես չի։ Մենակ չասեք, որ եկել եք ներողություն խնդրելու։ Ում են պետք իմ ներողությունները, եթե դու ինձ չես ներելու։ Ամեն դեպքում ձեզնից շատ շնորհակալ եմ, որ չեք փորձում ձևանեք, թե ուրիշ մարդ եք, ու լավ է երևաք, ձեզ ցույց եք տալիս նենց ոնց որ կաք։ Այնուամենայնիվ փորձում եմ մի բան անել։ Ընդունել, որ սխալվել եմ։ Ես հասկանում եմ, որ
կարելի է ուրիշ կերպ ապրել, քիչ մարդկանց կյանքը պղտորել, քիչ մարդկանց վատություն անել, մի խոսքով։ Աստված ի տարբերություն մեզ, մահկանացուներիս, ներում է, անգամ ձեր նման մարդկանց համար ներում գտնում է։ Չա քեզ էդ կատարվում, Բագրատ։ Մինչ օրս ոչ ոքի պատասխանատու չես եղել քայլերիդ համար։ Ոչ ոքից ներում չես ակնկալել։ Քեզ ինչ եղավ։ Դու ես տան բանալին ունես։ Նախ կամաց խոսի, որովհետև երեխեն քնած է։ Եվ երկրորդը այս տունը քո փողերով չեն առել։ Ամեն դեպքում այս տանը դավաճանների համար տեղ չկա։ Բարերը չափավորի։ Իմացի ոնց ես խոսում։ Կգնաս այդ խրատներդ Աննայիդ կշռայլես։ Ինչի համար ես եկել։ Եկել եմ ասեմ, թույլ չեմ տալու, որ Աննային ես անգամ էլ դժբախտացնես։ Ինչի հորքուր։ Ուզում ես ինձ դժբախտացնելու հաշվին Աննատ երջանիկ լինի։ Չէ, չի ստացվի։ Այս անգամ ես իմ բոլոր ուժերը գործի եմ դնելու։ Աննատ պատասխան է տալու իմ այս ներկայիս վիճակի համար։ Քո ներկայիս վիճակի մեղավորը մենակ դու ես։ Ինձ չհիմարացնես հորքուր։ Ես բոլորիցդ խելոք եմ, լսում ես։ Չէ, բալես։ Դու անհոգի ես։ Չկպնես ինձ։ Քո այս վիճակի համար մեղավոր ենք նաև ես ու Բագրատը, որ ժամանակին քեզ կանգնացնեին, քեզ կան հեռու չէիր գնա։ Հասկանում ես գոնե ինչ ես ուզեցել անես։ Ուզել ես վառես են տունը, որտեղ ամուսինը տա, երեխետ տա, հղի հարսը տա, հասկանում ես։ Ինչի կարող է նաև Աննա տա, հորքուր ջան, ինչ կասես, ոնց են իրենց հարաբերությունները հիմա միասին են։ Եթե Աննան ու Սոսը որոշեն միասին լինեն, ես դեմ չեմ։ Ոչ դու Սոսի համար արժանիքին եղար, ոչ էլ Միքայելը Աննայի համար ամուսին։ Էնպես որ իրանք իրավունք ունեն երջանիկ լինելու։ Ձերդ կտրի, ասում եմ, թող ինձ անկից, ամբողջ կյանքում լարա խաղացի նման մեր կողմից, մյուսի կողմն անցար, 25 տարի Աննայիդ կողք եղար ու դավաճանեցին իրեն, հիմա ինչ եկել ես ասում ես, որ ուզում ես իրանք միասին լինեն հորքուր, չէ ես չեմ թողնի, հասկանում ես, ես կվառեմ ես տոնը, որտեղ դու էլ ես, թողի, հանգստացի, ծովը տան եմ հանգստացի, կորացա ես, հանգիստ իմ ոչ, հանգստացի։ Գնացի, դավաճան եք դուք, դուք բոլորը դավաճան եք, սպատիշով, Ես շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այսօր դուք այստեղ եք ինձ հետ։
Ինձ թվում է մենք Անգելինային պետք է շնորհակալություն ասենք, որ այս հնարավորությունը մեզ տվեց։ Նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ։ Ուրեմն մենք կասենք քեզ այն ինչ ուզում էինք։ Հատկապես դու մեզ, այսինքն ինձ սխալ ես հասկացել։ Ինչ նկատի ունեք։ Մայրդ կարծում է, որ ես քեզ տրամադրել եմ իր դեմ։ Ես ուզում եմ, որ դու ճշմարտությունը իմանաս։ Ճշմարտությունը թերևս մենք ամբողջությամբ չգիտենք։ Մեր աղջկան հետաքրքիր է, եթե մեծ սեր է եղել, ապա ուր է կորել այդ սերը։ Մեր սերը հիմա մեր առջև նստած է։ Գոնե իմ համար դա այդպես է։ Բագրատն մի հոսվեք ես ինձ վատ եմ զգում։ Չհուզվելու համար պետք է անցյալը հանգիստ թողնել։ Համամիտեմ։ Պիտի անցյալը հանգիստ թողենք, որովհետև այլ ոչինչ չենք կարողանա փոխենք։ Կկարողանանք։ Եթե դու ինձ թույլ տաս քո մայրը լինել։ Ես քեզ ուզում եմ վերադարձնեմ այն ինչ տարիներ շարունակ չեմ կարողացել տալ։ Այդ թույլտվությունը ինձ էլ է պետք։